Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Ձեզնից քանիսն են հակված ասելու վերջին խոսքը։ Ահա սա իսկապես կարևոր է, ահա մի նախադասություն, որը կարող է փրկել ձեր ամուսնությունը։ Ես Ջոյս Մայերն եմ և հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեզ ամեն բնագավառում։ Վիճաբանությունը բոլորովին այլ մակարդակ է։ Վիրավորանքը նման է եղունգի մոտ պոկված կաշվի։ Վիճաբանությունն առաջանում է, երբ վերքը թարախակալում է, ախտահարվում և սկսում է իսկապես ցավ պատճառել։ Ահա թե ինչու է կարևոր հոգ տանել փոքրիկ վիրավորանքների համար։ Փոքրիկ բաները, փոքրիկ աղվեսներ նավիրում են խաղողի այգին։ Դու վիրավորեցիր իմ զգացմունքները, վերջ տվեք այդ ամենին, նույնիսկ մի ասեք դու վիրավորեցիր իմ զգացմունքները, ինքներդ ձեզ ասեք. Իմ զգացմունքները վիրավորվեցին, դա իմ պատասխանատվությունն է, ամեն։ Վիճաբանությունը սահմանվում է որպես վեճ, գժտություն, բուռն անհամաձայնություն և զայրույթի միտում։ Ինձ համար ամենավախեցնողը զայրույթի միտումն է, որովհետև այդ ժամանակ է, որ բոլորը կարծես գիտեն, որ ինչ-որ բան ճիշտ չէ, բայց ոչ ոք չի անդրադառնում դրան։ Դուք կարող եք զգալ դա մթնոլորտում, դուք կարող եք զգալ դա ամուսնու և կնոջ միջև, դուք կարող եք զգալ դա ծնողների և երեխաների միջև, կարող եք զգալ դա աշխատավայրում, կարող եք զգալ եկեղեցում, ամեն։ Այսօր մենք խոսելու ենք 3 բանի մասին, որոնք համաձայն Աստվածաշնչի վիճաբանություն են առաջացնում։ Շատ ժամանակներ դուք չեք կարող վերացնել արմատը, մինչև գործ չունենաք պտղի հետ։ Մենք խորամուխ կլինենք այս ուղերձի մեջ նախ տեսնելով, թե որքան կարևոր է սովորել ապրել համաձայնության կամ միաբանության մեջ։ Եվ դա անելու համար պետք է սովորենք, թե ինչպես չհամաձայնենք համերաշխաբար։ Ամեն։ Այսպիսով սկսենք Մատթեոսի 18-19 խոսքից։ Դարձյալ ասում եմ ձեզ. եթե ձեզնից երկուսը երկրի վրա միաբանվեն, համաձայնեն, ներդաշնակ, համահունչ լինեն ամեն բանի համար, որ խնդրեն, կիրականանա և կլինի նրանց իմ հորից, որ երկնքում է։ Մենք գիտակցում ենք, թե որքան զորավոր է դա։ Աստված ասում է, եթե կարողանամ գտնել 2 մարդու, որ կարող են համերաշխ լինել և գալ համաձայնության և իսկապես քայլել սիրո մեջ, նրանց աղոթքների զորությունը կհասնի բոլորովին այլ մակարդակի։ Եվ ինչ էլ նրանք խնդրեն, ես կանեմ նրանց համար, Աստված իմ։ Սաղմոս 133, ամբողջը։ Այն ընդամենը մի քանի խոսք է։ Այնպես որ մի կարծեք, թե ուշագնաց կլինեք։ Տես ինչքան բարի և ինչքան ցանկալի է, որ եղբայրներն իրար հետ մեկտեղ միաբանության մեջ բնակվեն։ Խոսք 2. Այն ազնիվ յուղի պես է գլխի վրա, որ թափվում է մորուքի, այսինքն Ահարոնի, առաջին քահանայապետի մորուքի վրա, և իջնում է մինչև նրա հանդերձների ծայրը, սրբելով ամբողջ մարմինը։ Այն օրերին, երբ մարդիկ կոծվում էին, մի փոքր յուղ չէին քսում իրենց վրա, ինչպես մենք այսօր։ Նրանք վերցնում էին շիշը և յուղը լցնում իրենց վրա։ Մեր գրասենյակում կար մի մարդ, Աստծո հզոր մարդ, որը Չինաստանում աշխատում է ընդհատակյա եկեղեցու հետ, բազմիցս բանտարկվել է։ Դու կարող ես պարզապես ասել, որ նրա վրա մեծ զորություն կա։ Ես խնդրեցի, որ մեկնելուց առաջ նա աղոթի ինձ համար, նա հանեց յուղով լի մեծ սրվակը և ես մտածեցի, օ ոչ։ Օհո, նա կարծես լուրջ մտադրություն ունի։ Ես դիմեցի նրա օգնականին, քանի որ նա նույնիսկ անգլերեն չէր խոսում։ Ես մտածեցի, ես չեմ կարող հաղորդակցվել նրա հետ, ուստի նրա օգնականին ասացի, նա այդ յուղը չի լցնելու իմ գլխին։ Նա ասաց, ոչ, բարեբախտաբար նա մի փոքր յուղ քսեց ինձ վրա։ Բայց ասելիքս այն է, որ այն օրերին այդպես չէր, դու օծվում էիր և յուղը լցվում էր մորուքիդ, մազերիդ և ծածկում ամբողջ մարմինդ։ Սա խոսում է այն մասին, որ միաբանությունը նման է օծությանը։
Ուզում եմ, որ հասկանաք դա, ոմանք գուցե չեն հասկանում, թե ինչ է օծությունը, բայց օծությունը ներկայացնում է Աստծո ներկայությունը և զորությունը քո կյանքում։ Ամեն։ Աստծո օծությամբ ես անում եմ այն, ինչ անում եմ։ Եվ թույլ տվեք ասել, բոլորս կարիք ունենք օծության։ Դուք օծության կարիք ունեք ոչ միայն ծառայելու համար, այլև երեխաներ մեծացնելու համար։ Դուք անկասկած օծության կարիք ունեք ամուսնանալու և ամուսնացած մնալու համար, ամեն։ Հաջորդ խոսքն ասում է. Հերմոնի շաղի պես է, որ վայր է գալիս Սիոնի սարերի վրա, որովհետև Տերն այնտեղ, այնտեղ, որտեղ միաբանություն կա, հրամայեց օրհնություն և կյանք հավիտյան, բարձրերում և ցածրերում։ Այսպիսով, եթե ունեք միաբանություն, կունենաք օծություն և կունենաք օրհնություն, եթե ձեր տանը կա միաբանություն, դուք կունենաք օծված և օրհնված ընտանիք։ Եթե ձեր եկեղեցում կա միաբանություն, դուք կունենաք օծված և օրհնված եկեղեցի։ Որոշ մարդիկ կարող են գալ եկեղեցի և մնալ, քանի որ այնտեղ հրաշալի քարոզիչ կա, բայց ես կասեմ, այն, ինչ մարդիկ իրականում ցանկանում են, օծությունն է, և նրանք երբեմն նույնիսկ չգիտեն, թե ինչ է այն, բայց այն ամեն բան հրաշալի է դարձնում։ Այն ամեն բան հրաշալի է դարձնում։ Եվ իհարկե, սատանան անվերջ աշխատում է անել ամեն հնարավորը, որպեսզի ամենուրեք վիճաբանություն առաջացնի։ Վիճաբանություն աշխատանքի մեջ, վիճաբանություն ամուսնության մեջ, վիճաբանություն եկեղեցում, վիճաբանություն փառաբանության թիմում, վիճաբանություն ավագության թիմում, վիճաբանություն երեխաների մեջ, վիճաբանություն դպրոցում։ Կասեմ ձեզ, այսօր աշխարհում սա ամենամեծ խնդիրներից մեկն է, որի հետ գործ ունենք, ուստի ես վերցնելու եմ այս խոսքը և ներկայացնելու եմ ձեզ, որովհետև այն նկատի ունի հենց այն, ինչ ասում է։ Որտեղ չկա միաբանություն, այնտեղ չի լինի օծություն և չի լինի օրհնություն։ Ուստի մենք պետք է պայքարենք միաբանության համար։ Նախորդ ծառայություններից մեկում ես ասացի, որ երբ սկսեցինք մեր ծառայությունը, Աստված 3 բան ասաց իմ սրտին։ Ես չգիտեի այն, ինչ հիմա ասում եմ ձեզ, բայց Աստված տվեց այս ուղղությունը։ Նա ասաց, կա 3 բան, որ ուզում եմ դու անես, ու եթե անես դա, ես կկարողանամ օրհնել քեզ։ Հեռու պահիր վիճաբանությունը քո կյանքից։ Դա առաջինն էր, հեռու պահիր այն քո ծառայությունից, հեռու պահիր այն քո ընտանիքից։ Հետաքրքիրն այն է, որ նա տվեց մեզ պատասխանատվություն անելու դա։ Դուք պարզապես չեք կարող ասել, կուզեի, որ մենք համերաշխ լինեինք։ Դա չի գործի, դուք պետք է գտնեք ճանապարհ համերաշխ լինելու համար, և սովորաբար դա նշանակում է, որ ինչ-որ մեկը պետք է հարմարվի և հարմարեցնի որոշ բաներ։ Ես չէի ուզում, որ այդ մարդը ես լինեի։ Այնուհետև Աստված ասաց, գերազանցությամբ արա այն, ինչ անում ես, և եղիր ազնիվ մարդ։ Մենք չենք խոսի մյուս երկուսի մասին, բայց դրանք հրաշալի ուսուցումների շարք են։ Ինչպիսին է ձեր ընտանիքը։ Արդյոք մասնակցում եք ձեր եկեղեցում ծագող վիճաբանություններին։ Վիճաբանությունը դրսևորվում է քննադատությամբ, դատապարտությամբ և իրերի նկատմամբ վատ վերաբերմունքով, մռայլ հոգի։ Ընտանիքում այն դրսևորվում է նրանում, որ մարդիկ խուսափում են միմյանցից։ Չեն խոսում միմյանց հետ կամ գոռում ու բղավում են, և նույնիսկ եթե ոչ ոք չի վիճում, կա բարկության միտում, որը կարող է զգալ յուրաքանչյուրը։ Եվ դա պետք է փոխվի։ Մենք ունենք պատասխանատվություն անելու մեր մասը, որպեսզի դա փոխվի։ Մեր ծառայության մեջ նրանց, ում ընդգրկում ենք, տալիս ենք այս ուղերձը։ Մենք նրանց հայտնում ենք, որ չենք հանդուրժում վիճաբանությունը։ Եթե նրանք դուրս չեն գալիս վիճաբանությունից, մենք փորձում ենք օգնել նրանց։ Մենք նրանց դռնից դուրս չենք հանում, բայց հարկ չկա, որ մարդիկ աշխատեն ինձ համար, եթե չեն հավանում ինձ։ Ամեն։ Իսկապես դա ճիշտ է։ Նկատի ունեմ, հարկ չկա, որ դուք գնաք մի եկեղեցի, որի հովվին չեք հավանում, որքան անհեթեթ է դա։ Ես մշտապես աղոթում եմ, որ Աստված ազատի ինձ այն մարդկանցից, որոնց տեղը մեր ծառայությունում չէ, և բերի նրանց, որոնք պետք է լինեն մեր ծառայության մեջ։ Ես ուզում եմ ճիշտ մարդկանց, ոչ թե պարզապես մարդկանց, ես ուզում եմ, որ իմ կյանքում ճիշտ մարդիկ լինեն, որովհետև մեկ մարդը, որը չհարթված վիճաբանության մեջ է,
կարող է շատ խնդիրներ առաջացնել։ Եվ ես չեմ չափազանցնում, որովհետև տեսել եմ դա եւ դա կարող է ավարտվել եկեղեցու կործանմամբ։ Գիտեք, կան բազմաթիվ կառուցվող մեծ եկեղեցիներ, բայց ես լսել եմ, որ փակվող եկեղեցիներն ավելի շատ են, քան կառուցվողները։ Եվ պատճառների մեծ մասը հենց այս անհեթեթությունն է։ Յուրաքանչյուրն ունի կարծիք, յուրաքանչյուրն ուզում է ճիշտ լինել, յուրաքանչյուրն ուզում է ղեկավար լինել։ Տեր ողորմիր։ Մենք պետք է սովորենք, թե ինչպես չհամաձայնենք համերաշխաբար։ Ուզում եմ ասել մի բան և հուսով եմ, որ Աստված կտա օծություն անմիջապես հասկանալու դա։ Ես համաձայն չեմ Դեյվի բոլոր կարծիքներին և նույնիսկ այն ամենին, ինչ նա անում է, բայց ես միաբան եմ Դեյվի հետ։ Ես սիրում եմ նրան։ Նա լավ մարդ է։ Ես համաձայն եմ նրա բնավորությանը, ես համաձայն եմ նրա սկզբունքներին։ Եվ ապրել համաձայնության կամ միաբանության մեջ չի նշանակում, որ դու պետք է համաձայնես բոլորի հետ նրանց բոլոր ճանապարհների հարցում, բայց նշանակում է, որ դու կարող ես հարգել և գնահատել նրանց։ Շատ լավ, եկեք օրինակ բերենք հարանվանական տարբերություններից։ Գիտեք, շատ մարդիկ գուցե հավանում են ինձ, բայց շատերն էլ չեն կարծում, որ ես պետք է անեմ այն, ինչ անում եմ։ Շատ մարդիկ գուցե մտածում են, որ ես չունեմ բավականաչափ կրթություն, որ ես որակավորված չեմ սա անելու համար։ Եվ այսպես շարունակ։ Իմ մասին իսկապես շատ հաճելի բաներ եմ լսել, բայց նաև լսել եմ ոչ հաճելի բաներ։ Ես միայն կարող եմ ասել, որ իմ աշխատանքի ապացույցը 40 տարվա ծառայությունն է, ուստի ես նույնիսկ չեմ ուզում խոսել այդ մասին։ Աստվածաշունչն ասում է, որ կճանաչեք նրանց իրենց պտուղներից։ Ոչ թե իրենց վարդապետությունից։ Շատերը, որոնք քննադատել են ինձ այն ամենի համար, ինչ ես անում եմ, ոչինչ չեն անում, դա իսկապես տխուր է։ Բայց ենթադրենք, դուք հաճախում եք եկեղեցի, որտեղ չեն հավատում հոգեգալստական շարժման ինչ-որ դրսևորումների։ Նրանք կարծում են, որ հոգու բոլոր պարգևները վերացել են առաջին եկեղեցու հետ։ Գիտեք, հաճախ մենք ինչ-որ բաներ ենք հորինում, որովհետև մեր կյանքում չենք վերապրում այն, ինչ ուրիշներն են վերապրում։ Ինչևէ, ես չեմ համարձակվում խորամուխ լինել այդ ամենի մեջ։ Դա շատ ժամանակ կպահանջի։ Այսպիսով, մարդիկ որոշում են, որ ինձ հակառակ են։ Նրանք համաձայն չեն ինձ հետ։ Ենթադրենք 3 կետում։ Գիտեք ինչ, մենք դեռևս կարող ենք սիրել միմյանց։ Դուք չեք գտնի 2 մարդու, որոնք կհամաձայնեն ամեն ինչում։ Դուք պարզապես չեք գտնի 2 մարդու, դուք չեք գտնի եկեղեցի, որտեղ ձեզ դուր կգային ամենը, ինչ անում են։ Դուք չեք գտնի մի երեխայի, որի բոլոր արարքները ձեզ դուր կգան։ Դուք չեք գտնի մեկին, որի հետ կամուսնանաք և կհավանեք նրա բոլոր արարքները։ Բայց սերը կարող է վեր լինել այդ ամենից։ Եվ սերը կարող է գործել համաձայնության կետեր գտնելու համար։ Դեյվը և ես չափազանց տարբեր ենք։ Մենք տարբեր անհատականություններ ենք։ Դուք պետք է տեսնեիք, թե ինչպես էինք մենք միասին կահավորում տունը։ Եվ վերջապես հրաժարվեցինք դրանից, ես ասացի. Դեյվ, խնդրում եմ, թույլ տուր, որ ես կահավորեմ և ձևավորեմ տունը։ Պարզապես թույլ տուր, որ ես զբաղվեմ տան ներքին հարդարանքով, դու կարող ես զբաղվել այն ամենով, ինչ քեզ դուր է գալիս, բայց թույլ տուր, որ ես զբաղվեմ տան ներքին հարդարանքով։ Այսպիսով Դեյվը խաղում է գոլֆ այնքան, որքան ուզում է, իսկ ես զբաղվում եմ տան ներքին հարդարանքով։ Դու երբեք հաշտ չես լինի որևէ մեկի հետ, եթե մտածում ես, որ պետք է վերահսկես ամեն բան։ Ուստի գտիր այն բաները, որոնք իսկապես կարևոր են քեզ համար, և պաշտպանիր դրանք, բայց հետո առատորեն տուր դիմացինիդ այն ամենից, ինչ նրան դուր է գալիս։ Դա կոչվում է փողզիջում։ Ամեն։ Ուզում եմ կրկնել։ Ես չպետք է համաձայնեմ բոլորի եկեղեցական վարդապետությանը, բայց կարող եմ գնահատել այն պտուղը, որ մարդիկ ունենում են, կարող եմ գնահատել տարիների քրտնաջան աշխատանքը և այն զոհը, որ արել են ավետարանը քարոզելու համար։ Եկեք դադարենք նայելուց այն ամենին, ինչին համաձայն չենք, և սկսենք նպատակաուղղված գտնել այն բաները, որոնց հետ կարող ենք համաձայնել։
Ես համաձայն չեմ Դեյվի բոլոր կարծիքներին, բայց ինձ դուր է գալիս նրա տեսքը։ Դե գտեք ինչ-որ բան։ Ամեն։ Ինձ դուր է գալիս այն, որ Դեյվն ամեն առավոտ արթնանում է, լվացվում, սափրվում և մշտապես գեղեցիկ տեսք ունի։ Ինձ դուր է գալիս այն, որ նա սիրալիր է։ Ինձ դուր է գալիս դա։ Մի անգամ ես նրան ասացի, գիտես, ես բավականին հոգնած եմ այսօր, մենք պետք է գնանք տուն, որոշ իրեր հանենք, որոշ իրեր հավաքենք և հաջորդ օրը մեկ այլ տեղ ուղևորվենք։ Մենք տանը մեծ մերսիչ ունենք։ Այն նման է հղկող սարքի, ինչ-որ մեկը տեսել է դրանցից։ Զարմանալի բան է։ Իմ թերապևտը ինձ հետ աշխատելիս օգտագործում է այն, բայց նա ինձ ասում է. դու պետք է սովորեցնես Դեյվին, թե ինչպես օգտագործի սա։ Ինչը ես այդպես էլ չարեցի, բայց ես ասացի, երբ հասնենք տուն, այդ մերսիչով կմերսես ինձ։ Եվ նա ասաց, այո, 30 վայրկյան։ Կարծում եմ նա հիմա հասել է 1 կամ 2 րոպեի, այնպես որ Դեյվը ինձ մերսելու է այդ սարքի օգնությամբ, երբ հասնենք տուն։ Ես սիրում եմ Դեյվին դրա համար։ Ես համաձայնության մեջ եմ նրա հետ։ Հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ, մենք չպետք է համաձայնենք այն ամենին, ինչ մարդը զգում է, մտածում կամ որոշում, բայց մենք կարող ենք համաձայն և միաբան լինել նրա հետ։ Եկեք չկենտրոնանանք այն ամենի վրա, ինչ մարդիկ անում են, և նայենք, թե ովքեր են նրանք։ Շատ անգամներ այնքան ենք կենտրոնանում այն ամենի վրա, ինչ մեզ դուր չի գալիս, որ երբեք չենք նայում մարդու արարքներից այն կողմ և չենք պարզում, թե ով է նա իրականում, կամ որքան հրաշալի է նա։ Ինձ դուր չի գալիս քո սանրվածքը, այնպես որ քեզ հետ որևէ գործ չունեմ։ Ահա ևս մեկ բան, սա օգտակար կլինի։ Պատրաստ եք։ Հարցրեք ձեր կողքինին, պատրաստ ես։ Շատ լավ, ահա։ Ես նույնիսկ կարիք չունեմ փոխելու Դեյվի միտքը, երբ չեմ մտածում այնպես, ինչպես նա։ Ոմանք կարծես ապշահար եղան։ Շատ լավ, թույլ տվեք օրինակ բերել։ Դեյվը և ես այլևս շատ չենք վիճաբանում, իհարկե ժամանակ առ ժամանակ մի փոքր գժտվում ենք, բայց դա շատ հազվադեպ է և եթե գժտվում ենք, դա տևում է գրեթե 5 րոպե, որովհետև ոչ մեկս չի հանդուրժում դա, բայց սկզբում շատ ենք վիճաբանում։ Եվ մեծ մասամբ վիճաբանություն սկսողը ես էի, որովհետև Դեյվը բավականաչափ խաղաղ էր, բայց նա շատ համառ է, ես նույնպես շատ համառ եմ, դա երբեմն կարող է խնդիր լինել։ Ուստի մեր ամուսնության վաղ շրջանում Դեյվը և ես սկսում էինք քննարկել ինչ-որ բան, որի շուրջ չէինք համաձայնում և կարճ չանցած հայտնվում էինք մեծ վիճաբանության մեջ, և ես այնպես էի խճճվում, որ նույնիսկ չէի հասկանում, թե ինչ կատարվեց։ Երբևէ նման խոսակցություններ ունեցել եք, օրինակ, մենք փորձում էինք խոսել այն մասին, թե ինչ գույնով ներկենք սենյակը, և հաջորդ պահին ես արդեն հիշեցնում էի այն ամենը, ինչ տեղի էր ունեցել մեր ամուսնության առաջին օրվանից, և ես ավարտում էի այս խոսքերով. մենք պարզապես չենք կարողանում խոսել ինչ-որ բանի մասին։ Մենք պարզապես չենք կարողանում հաղորդակցվել։ Իսկ նա ասում էր, ինչ նկատի ունես ասելով, թե չենք կարողանում խոսել ինչ-որ բանի մասին, մենք անընդհատ խոսում ենք ինչ-որ բանի մասին, այնուհետև ես ասում էի մի բղավիր ինձ վրա, իսկ նա ասում էր դու ես բղավում ինձ վրա։ Անկեղծ ասած, ես չգիտեի, թե ինչ է կատարվում, ես այնքան էի առաջացել Տիրոջ մեջ, որ չէի ցանկանում այդպես վիճել, չէի ցանկանում այդպիսին լինել և սկսեցի խնդրել Աստծուն, որ ցույց տա, թե որն է խնդիրը, և նա ցույց տվեց։ Մանկությունից իմ մեջ մերժվածությունը արմատ էր գցել։ Ուզում եմ, որ լսեք, որովհետև սա որոշ մարդկանց ստիպելու է վերագնահատել իրենց։ Քանի որ ես մերժված էի զգում, չգիտեի, թե ինչպես բաժանեի իմ կարծիքները և իմ գաղափարները նրանից, թե ով եմ ես։ Ուստի, երբ ինչ-որ մեկը չէր մտածում այնպես, ինչպես ես, միակ բանը, որ կարող էի անել, փորձում էի փոխել նրա միտքը։ Որովհետև եթե կարողանայի ստիպել, որ նա համաձայներ ինձ հետ, ես կզգայի, որ ամեն բան լավ է, բայց եթե նա չհամաձայներ ինձ հետ, ես չէի զգա, որ ամեն բան կարգին է, ես կզգայի, որ ինձ մերժում են։ Աստված ցույց տվեց, որ եթե Դեյվը չի համաձայնում իմ կարծիքին, դա չի նշանակում, որ նա համաձայն չէ ինձ հետ։ Այն, որ նա չի հավանում իմ գաղափարը, չի նշանակում, որ չի սիրում ինձ։ Ինչ-որ մեկը հասկանում է, թե ինչի մասին եմ խոսում։ Դուք պետք է տաք մարդկանց ազատություն ունենալու իրենց կարծիքները։
Եվ ես չեմ ասում, որ դուք չեք կարող քննարկել ինչ-որ բան, բայց եթե մեկ անգամ փորձում եք փոխել ինչ-որ մեկի միտքը եւ նա ավելի խորն է գնում այդ ուղղությամբ, ավելի լավ է պարզապես լռեք եւ խաղաղ օր ունենաք, որովհետեւ դա չի գործելու։ Գուցե գերադասեք շարունակել վիճել։ Չգիտեմ, բայց ես այլևս չեմ կարող այդպես վարվել, պարզապես չեմ կարող։ Ես սովորել եմ, որ ավելի լավ է պարզապես լռեմ եւ վերջին խոսքը չասեմ։ Քանիսն են հակված, որ վերջին խոսքն իրենք ասեն։ Ահա սա իսկապես շատ կարևոր է։ Ահա մի նախադասություն, որը կարող է փրկել ձեր ամուսնությունը։ Կարծում եմ, ես ճիշտ եմ, բայց կարող եմ սխալվել։ Միթե դա օծված չէ։ Փոխանակ ասենք, դու սխալ ես, ես ճիշտ եմ, դու երբեք չես լսում ինձ։ Ավելի լավ է ասենք, գիտես ինչ, սիրելիս, կարծում եմ, ես ճիշտ եմ, բայց կարող եմ սխալվել։ Մինչև հիմա ես փորձում եմ համոզել, որ նա ավելի հաճախ ասի դա ինձ։ Մենք դեռ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Իրականում, երբ մեքենայով գալիս էինք այստեղ, կարծում եմ 5 շաբթի երեկոյան էր։ Կամ գուցե օդանավակայանից էին գալիս, չգիտեմ, բայց ճանապարհին Դեյվն ասաց. Օ, ես սխալ էի այդ հարցում, եւ նույն ճանապարհին նա ասաց. գիտես, դու ճիշտ ես այդ հարցում, եւ ես մտածեցի, Տեր ողորմիր, Հիսուսը շուտով գալիս է։ Պարզապես ուզում եմ ասել, կանայք, քանիսդ եք ամուսնացած այն մարդու հետ, որը մտածում է, որ ինքը միշտ ճիշտ է ամեն հարցում։ Ինչու չեք լռում եւ չեք թողնում, որ նա այդպես մտածի։ Իսկապես միթե այդքան դժվար է։ Մենք հաճախ վիճում ենք, թե որ ճանապարհով գնանք տնտեսական խանութ։ Ինչու ես այդ ճանապարհով գնում, այն ամենակարճն է, ոչ սա է ամենակարճը։ Շատ լավ։ Շատ լավ, ես ասացի սա անցյալ երեկո, բայց ուզում եմ կրկնել, Հակոբոսի 3:16-ում ասվում է. որովհետև որտեղ կռիվ կա, կա նաև նախանձ, խանդ, վեճ, մրցակցություն եւ եսասիրական ձգտում։ Թույլ տվեք նորից սկսել, որովհետև որտեղ նախանձ, խանդ եւ վեճ, մրցակցություն եւ եսասիրական ձգտում կա, կլինի նաև անկարգություն, խռովություն, անհամաձայնություն, ապստամբություն եւ ամեն չար եւ պիղծ բաներ։ Թույլ տվեք ներկայացնել ձեզ այս ամենը եւ մտածելու տեղիք տալ, մայրեր եւ հայրեր, եթե ընտանիքում ձեր միջև վիճաբանություն կա, կարող եք ակնկալել, որ կունենաք ապստամբ երեխաներ։ Լավ, ես պետք է շարունակեմ։ Երկրորդ Տիմոթեոսի 2:23 եւ 24։ Սիրեք, սիրեք, սիրեք այս խոսքերը։ Բայց հրաժարվիր, միտքդ փակիր, որևէ առնչություն մի ունեցիր, տգետ հարցերի շուրջ դատարկ, ոչ տեղեկատվական, ոչ խրատական հիմար վիճաբանություններից։ Այլ խոսքով, երբ խոսակցությունը հիմար բնույթ ստանա, ինչու պարզապես չասեք, գիտեք ինչ, ես դա չեմ անի։ Ոչ շնորհակալություն, ես կարիք չունեմ դա անելու։ Դա այն է, ինչ ես մշտապես ասում եմ Դեյվին, ես ասում եմ, ինչ էլ մտածես, խնդիր չկա։ Գիտեք, մեծ մասամբ մարդիկ ամուսնալուծվում են այն բաների պատճառով, որոնք վերջին հաշվով որևէ նշանակություն չունեն։ Ինչի վրա եք զայրանում ձեր եկեղեցում։ Ծառայությունը մի փոքր ավելի երկար էր, քան կցանկանայիք։ Հովիվը մի փոքր ավելի երկար է խոսում ֆինանսների մասին, քան կցանկանայիք։ Ձեզ դուր չի գալիս նրա մեքենան։ Ինչևէ։ Գիտեք ինչ։ Պատրաստ եք։ Մի ունեցեք կարծիք այնտեղ, որտեղ չունեք պատասխանատվություն։ Այո, ոմանց աչքերը լայն բացվեցին։
Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։